Ադրբեջանի քաղաքական իշխանությունը Երևան լուրեր հասցնելուն զուգահեռ, թե մեզ հետ այլևս կոնֆլիկտ չունեն, շարունակում է ուղիղ հրահանգներ իջեցնել Բաքվի դատարաններ։ Ալիևի կաբինետն է կապի մեջ, հայ գերիների դատավարական ֆարսն է, շոուն զարգացնում են, միայն թե Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչը նկատում է, քանի որ պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն անջատ է 15-ի միասնականից, նիստ կոչվածների պարբերականությունները տարբեր են, վերջինը հենց նրա շինծու գործով է եղել։ Դարձյալ այսպես կոչված վկաներ են ելույթ ունեցել, պարզապես Վարդանյանին երբևէ չտեսած, նրա մասին չլսած, ադրբեջանական լրատվամիջոցներից են տեղեկացել, թե մեղադրյալների շարքում է։ 15-ի գործով դատավարությունը համեմատաբար ավելի արագ է ընթանում Ռուբեն Վարդանյանի դատավարության համեմատ, եթե 15-ի գործով նիստերը որպես կանոն նշանակվում են 2-3 օր մեկ պարբերականությամբ, ապա Ռուբեն Վարդանյանի պարագայում 7-8 օր պարբերականությամբ, եւ սա է բացատրում, թե ինչու 15-ի գործով ապացույցների հետազոտման փուլը ավարտված է, իսկ Ռուբեն Վարդանյանի գործով դեռևս հետազոտվում են ապացույցներ։ Ռուբեն Վարդանյանի գործով հաջորդ նիստը ճիշտ նույն հաշվարկով է նշանակել են դեկտեմբերի 1-ին։ Ընդհանուր առմամբ շուրջ 8 ամսվա ընթացքում հազիվ 5-րդ տասնյակի շեմն են հատում, մինչդեռ 15-ի միասնական գործով անցնող ամիսներին արդեն 100-ից ավելի նիստեր են եղել։ Ընդ որում այստեղ իրավապաշտպանն ուշադրություն է հրավիրում նաև մեկ այլ ժամանակագրության վրա։ Երբ 15-ի գործով ապացույցների հետազոտման փուլն ավարտեցին, ճառերին անցան միայն 3 օր անց, մինչդեռ դրան նախորդած 2 օրերը աշխատանքային չէին։ Նրա համոզմամբ լրացուցիչ ապացույց է, որ ինչպես ապագա դատավճիռները, այնպես էլ մեղադրական ճառերը նախապես գրել պատրաստել էին։ Իմ գնահատմամբ այդ տարբերությունը մեծ չի լինելու եւ կարճ ժամանակ անց Ռուբեն Վարդանյանի գործով եւս անցում է կատարվելու ճառերի ներկայացմանը, գործի ակներև է, որ առանձնապես այլ նոր ապացույցներ չկան եւ վաղ թե ուշ մեղադրական կողմը ազդարարելու է ապացույցների հետազոտման ավարտը եւ արդեն կներկայացվեն այդ ճառերը։ Մեղադրանքները նույնական են 80-ական թվականներից ի վեր են, անկախ նրանից, թե տանձինք ինչ մասնակցություն են ունեցել Ղարաբաղյան շարժման եւ ընդհանուր Լեռնային Ղարաբաղի կառավարման համատեքստում։ Ըստ էության մենք որևէ կապ, առնչություն եւ կոնկրետ անձանց անհատական պատասխանատվության մասին վկայող փաստեր չենք տեսնում։ Ընթացակարգով մեղադրական ճառերին էլ հաջորդելու են պաշտպանական ելույթները, սակայն մասնագետներն Ալիևի գրպանի փաստաբաններից ակնկալիքներ չունեն, կհատեն այս փուլն էլ Ադրբեջանի նախագահի դատարանը կգնա խորհրդակցական սենյակ։ Դատական ակտերը նախապատրաստված են, կանխորոշված են, դրանք հենց գործադիր իշխանության կողմից թելադրված են եւ այս կախյալ դատարանները ընդհանրապես հրապարակելու են քաղաքական պատվերի հիման վրա որոշված ակտերը, մեղադրական դատավճիռները եւ իմ գնահատմամբ ընտրվելու են խստագույն պատիժներ ընդհանուր մինչեւ սմահապատասխան։ Ուրեմն ինչ է մնում անել հայկական կողմին։ Մարդու իրավունքների Եվրադատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչն այսուհանդերձ համոզված է, Բաքուն իրավական արսենալը չի զինաթափել, չի կարողանա։ Ավելին, այսպես այն ընդլայնվում է։ Իրավապաշտպանների, միջազգային կազմակերպությունների արձանագրած դատավարական խախտումները պետք է վերազգային ատյաններ հասցնել, ապացուցել մարդու հիմնարար իրավունքների խախտումներով լցված վճիռները լեգիտիմ չեն։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։